Մեծարգո պարոն նախագահ, հարգարժան ներկաներ, տիկնայք եւ պարոնայք։ Ինձ համար մեծ պատիվ եւ ուրախություն է գտնվել այս գեղեցիկ ու պատմական երկրում, Հունաստանի Հանրապետությունում։ Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել ձեզ, մեծարգո պարոն նախագահ եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին ջերմ ընդունելության, բարձր հյուրընկալության եւ անկեղծ բարեկամական վերաբերմունքի համար։ Հայաստանն ու Հունաստանը ամուր կապված են դարերով ձևավորած բարեկամությամբ, որը հիմնված է ոչ միայն պատմական հիշողության, այլև քաղաքակրթական նույն արժեքների վրա։ Մենք երկու հնագույն ժողովուրդներ ենք, որոնց պատմությունը սկիզբ է առնում մարդկային քաղաքակրթության վաղ փուլերից, եւ որոնք իրենց գոյության ընթացքում բազմիցս ապացուցել են հավատարմությունը ազատության, արժանապատվության եւ մարդկային ստեղծագործ ոգու հանդեպ։ Հունաստանը մարդկությանը պարգևել է ժողովրդավարության գաղափարը, փիլիսոփայության ու գիտության հիմնաքարերը, իսկ Հայաստանը լինելով առաջին երկիրը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, իր ներդրումն է ունեցել համամարտկային հոգևոր ժառանգության ձևավորման գործում։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդներն իրենց ավանդն են բերել նաև ճարտարապետության, գիտության, արվեստի եւ մշակութային երկխոսության զարգացմանը, հաճախ հանդես գալով որպես կամուրջ տարբեր քաղաքակրթությունների միջև։ Այս արժեքները մեզ համար ոչ թե անցյալի հիշողություն են, այլ կենդանի ուղեցույց ներկայում եւ ապագայում մեր քաղաքական եւ հասարակական ընտրությունների համար։ Մեր ժողովուրդները միասին կիսել են նաև դժվարին փորձություններ, պատմական արդարության որոնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությունը մեզ համար ընդհանրական բարոյական պարտավորություններ են։ Մեծարգո պարոն նախագահ, այցը եւս մեկ կարևոր հանգրվան է Հայաստան-Հունաստան հարաբերությունների ճանապարհին։ Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ երկկողմ համագործակցությունը կայուն կերպով ընդլայնվում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթական եւ մշակութային ոլորտներում։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք համագործակցությունը նոր ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։ Հատկապես կարևոր եմ համարում տնտեսական կապերի խորացումը, ներդրումային ծրագրերի խթանումը, նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումը։ Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ նաեւ արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, միշտ տարածաշրջանային փոխկապակցության նախագծերի շրջանակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների բարեկեցության եւ բարեկամության։ Միաժամանակ մեր երկրները հանդիսանում են կայունության եւ խաղաղության ջատագովներ իրենց տարածաշրջաններում։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետևողական աջակցությունը հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ու միջազգային իրավունքի գերակայությանը։ Համոզված ենք, որ երկխոսությունը, փոխադարձ հարգանքը եւ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու լավագույն ճանապարհն են։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները պաշտոնական փաստաթղթերից եւ համաձայնագրերից վեր են։ Դրանք ամրապնդված են մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապերով, մշակութային փոխազդեցությամբ եւ փոխադարձ խորը համակրանքով։ Հունաստանում ապրող հայ համայնքը եւ Հայաստանում մեծ հարգանք վայելող հունական համայնքը մեր բարեկամության կենթանի կամուրջներն են։ Այս միջոցառումը եւս մեկ վկայություն է այն բանի, որ մեր հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային, հիմնված անկեղծ ջերմության եւ փոխադարձ վստահության վրա։ Թող այս պետական այցը նոր շունչ հաղորդի մեր գործընկերությանը եւ բացի նոր էջ մեր բարեկամության պատմության մեջ։ Եվ ինչպես նշել է մեծ մտածող Արիստոտելը, բարեկամությունն է այն կապը, որը միավորում է պետությունները։ Թույլ տվեք բարձրացնել բաժակն ի պատիվ Հունաստանի Հանրապետության նախագահի եւ բարեկամ հույն ժողովրդի, հանուն Հայաստանի եւ Հունաստանի միջև դարևոր բարեկամության եւ ամուր գործընկերության, հանուն մեր ժողովուրդների խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի։ Շնորհակալություն։